Էսկորտը, սեքս աշխատանքը կամ ինձ համար անընդունելի բառով ասած մարմնավաճառությունը ներկան ոչ միայն պրոպագանդվում է նաև սոցցանցային հայկական տիրույթ, այլև ներկայացվում է կանանց եւ աղջիկներին որպես ցանկալի աշխատանք, որը ամենահեշտ տարբերակն է գումար վաստակելու համար։ Հեշտ վիճակագրությունը այլ բան է գոռում։ Սեքս աշխատող կնոջ կյանքի միջին տևողությունը 34 տարի է։ Այդ ոլորտում աշխատող կանանց 90%-ը ենթարկվել է ֆիզիկական եւ կամ սեռական բռնության, 90%-ը ու ֆիքսենք, որ սրանք միայն հայտնի դեպքերն են։ Որոշ տվյալներով այդ աշխատանքը կատարող կանանց սպանության հավանականությունը 60-ից 100 անգամ ավելի մեծ է։ Այդ ոլորտում աշխատող կանանց 68%-ը ունի հետտրավմատիկ ստրեսային խանգարում։ Շատ երկրներում այդ աշխատանքը կատարող կանայք իրավաբանորեն ազատ մարդիկ չեն համարվում։ Սպանվեց, լավ են արել, ինչ բռնաբարել, մարմնավաճառել, ծեծելա, տեղնա։ Այդպիսի աշխատանք կատարող կանանց կյանքն ու առողջությունն էլ, չեմ խոսում իրավունքները, հաճախ արժեզրկվում է հասարակության կողմից։ Ոլորտը շատ հաճախ բնորոշում են 3 բառով. արյունոտ, լուռ, վտանգավոր։ Այն դեպքում, երբ որ այդ ոլորտը կարող է ռոմանտիզացվել ֆիլմերում, հումորի առարկա դառնալ մեդիայում եւ ներկայացվել որպես գայթակղիչ աշխատանք սոցցանցերում, գեղեցիկ կյանքի շղարշով։